Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք տեսնում ենք, թե ինչ զարուրելի բաներ են մեր երկրում տեղի ունենում։ Երեք այդ տեսարանը քիչ հետո ինչ որ sense բան դրվագով կփորձենք ներկայացնել, սարսափելի ուղղակի զարուրելի է, թե մենք ինչ օրեր ենք ապրում եւ մենք ինչի մեջ ենք, գիտեք, որ նաեւ կենթանին սատկեց կամ կենթանուն սատկացրեցին, նպատակային, հիմա խոսենք դրա մասին, բայց մինչ այդ առավոտից ինչ ուշագրավ բաներ, ինչ սենսացիոն եւ խայտառակ բաներ են հրապարակ եկել, ես անգամ չհասցրեցի պարոն Բոզոյանի հետ քննարկել տեղյակ է թե ոչ, ռուսական առաջին ալիքը ուրեմն սենսացիոն բան է ցուցադրել, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսին, հասցրել եք սա ծանոթանալ թե ոչ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆրիդրոն Սինոլուղլուն անկես խոստովանություն է արել, նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պարանկերների Վովանի եւ Լեքսուսի հետ, գիտեք, հայտնի է, որ այսպիսի բաներ նրանք անում են։ Ռեպորտաժում ներկայացված է ուրեմն Ֆերիդոն Սիրինօղլուն երկխոսությունը Հայաստանի վարչապետի հետ, իսկ իրականում պարանկերներ Վովան եւ Լեքսուսի հետ, եւ ինչ է ասում նա նաեւ հույս ունե, ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք եւս կարող եք ինձ աջակցել այդ հարցում։ Ասում է Նիկոլը, ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Իդեպ դուք կարող եք դա անել, կարող եք փոխարինել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, ասել է նա պատասխանել այն կողմից։ Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքերում հաղթաթղթեր կան եւ մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող ենք ձեզ խնդրել, ձեր աջակցությունը այն դեպքում, երբ բախվում ենք Կարապետյանների դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։ Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։ Հիմա լսեցիք, հասկացաք, հիմա խնդրեմ առաջին ալիքի ռեպորտաժը, որ մանրամասն ներկայացեն։ Ուրեմն մարդիկ կան, որ ներկայացնում են այս հայտնի բան է, կան այդպիսի դեմքեր, որ ներկայանում են այս կամ այն երկրի անունից, բայց իրականում դա չեն եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսում են։ Եվ ահա, այդպես խոսելով, ուրեմն ազգությամբ սա թուրք է, բայց շատ բարձր պաշտոնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությունում եւ խոսել է իբրև թե Նիկոլը պատկերացրել է իբրև թե խոսում է այդ անձի հետ եւ խնդրել է իր աջակցությունը հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում եւ կաթողիկոսին հեռացնելու հարցում եւ նաեւ վստահեցրել է, որ կօգնի եւ կաջակցի։ Ահա ինչի մեջ ենք մենք սիրելի հայրենակիցներ, հատկապես այն հայրենակիցները, ովքեր գնացին շահից ելնելով, ստորությունից ելնելով եւ կաշառված լինելով гнացին եւ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Խնդրեմ։ Главного католикоса армянской церкви готов генеральный секретарь ОБСЕ. Феридун Смирliagun сделал откровенное признание. Думал, что разговаривает с премьером Армении Пашиняном, а на самом деле общался с нашими пранкерами Вованом и Лексусом. Власти устроили настоящие гонения на армянскую апостольскую церковь. Задержание священнослужителей, притеснение неугодных. Все с подачи Запада. Как ранее заявляла наша служба внешней разведки, конечная цель Брюсселя – полный разрыв многовековых духовных связей Армении и России. И генсек ОБСЕ готов помочь заменить католикос. Я также рассчитываю на позицию ОБСЕ, что вы тоже можете меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Кстати, вы можете это сделать? Можете ли вы заменить католикоса? И я думаю, что теперь у меня есть козыри в руках, и мы можем изменить религию. И все, о чем я могу вас попросить, это ваша поддержка в тех случаях, когда мы сталкиваемся с большой критикой со стороны союзников Карапетяна. Хорошо, я сделаю все возможное. Դու հասկանալի պատճառով սա Հայաստանի, այսպես ասած, իշխանությունը չի, իր տեղը օգտագործել են պրանկերները, բայց դա բացահայտում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի իրական էությունը, այսինքն ԵԱՀԿ-ն եվրոպական կառույցները, փաստացի միշտ աջակցել են Հայաստանում այս եկեղեցու այդ դեմ այս ամբողջ արշավը, որը հասկանալի է, որտեղ ես ասեմ ձեզ օրերս Եվրոպարլամենտը պահանջեց Վրաստանի եկեղեցուց, որպեսզի ինքը թույլ տա, այսպես ասած, որպեսզի կարողանան օծեն Վրաստանում սեքսուալ փոքրամասնների ներկայացուցիչներին, այսինքն գեյերին եւ լեսբուհիներին։ Ինքը բնականաբար մերժել է եւ վրաց հասարակությունը միամուռ դեմ է եղել այս ամենը, այսինքն դա ինչ է նշանակում։ Ես ուզում եմ որ մեր ժողովուրդն իմանա, որ
կաթողիկոսի փոփոխության մեջ նաև կա այդ խնդիրը, այսինքն այդ եթե Հայաստանում կաթողիկոսը փոխվի, բնականաբար ինքը փաթեթով է փոխվելու, որտեղ ներկայացվելու է այն գաղափարը, որ փաստացի արդեն Հայաստանում պաշտոնապես արդեն եկեղեցին պետքա օծի լեսբույներին եւ սեքսուալ փոքրամասնների ներկայացուցիչներին եւ իրանք պետքա իրանց իրանքները պետքա հավասար լինեն բոլոր իմաստներով, այսինքն եւ գովազդի մոմենտով եւ հրապարակային ելույթների մոմենտով սա բայց կներեք, բայց այդ նույն բանը կա Եվրոպայում։ Ես ուզում եմ ասեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են թե մենք պետքա ցույցենք գնանք Եվրոպայի անդամ դառնանք, ասեցի, եթե դուք հանկարծ հրաժարվեք եւ սակադրություն չանեք միասեռականների, լեսբիների, բանը վերջացավ, ասма դու արդեն եկեղեցուց այնպես դուրս կվեք։ Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտոնապես հպարտացել է, որ այսօրվա Բրիտանիայի պարլամենտում ամենաշատն է աշխարհում սեքսուալ փոքրամասնների ներկայացուցիչները հպարտացել է ինքը դրանով, հասկանում եք, բայց ես նույնիսկ դա իրանց արժե համակարգն է, եւ եվրոպացիների արժե համակարգը դա է իրականում։ Երբ որ ասում են մենք ձգտենք եվրոպական արժեքներին, ես ասում եմ եվրոպական արժեքների մեջ կա դրական կողմ եւ բացասական կողմ։ Գեդոնիստական ամբողջ այդ արժեքները բացասական են, մեր համար դա ընկալվելի չեն։ Եվ կա դրական կողմ, դրականը դա մարդու իրանքների պաշտպանության խնդիրն է, մամուլի, կուսակցությունների իրանքների խնդիրն է, իշխանությունների տարանջատման խնդիրն է, դատական իրավունքի, դատական համակարգի անկախության խնդիրն է, իշխանությունների տարանջատման հարցն է, այսինքն այս եվրոպական բոլոր այն արժեքները, որ գալիս են հռոմեական իրավունքի գաղափարից, դրանք սաղ ընդունելի են, այն գեդոնիստական արժեքները, որը արդեն տարածված եւ դոմինանտային է դարձել Եվրոպայում, դա անընդունելի է մեր տիպի հասարակությունների համար։ Ավելի կարամ ասեմ, այդ գեդոնիստական արժեքների դեմ պայքարում է նաեւ Եվրոպայի առողջ ողջամիտ զանգվածը, այն աչակողմյան ուժերը, Լեպենը, այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, Բրիտանիայում կա այսպես Նայջել Ֆարաջի իշխանությունը, Միացյալ Նահանգներում այդ նույն բանը մագա շարժումը, որոնք նույնպես մերժում են այս ամենը, որտեղ սա այս սատանիզմը, դա ոչ մի կապ չունի եվրոպական իրական արժեքների հետ, արևմտյան իրական արժեքների հետ սատանիզմը կապ չունի։ Ասեմ ձեզ 70-ական, 60-ական թվականներին անցյալ դարի ընդհանրապես եվրոպական երկրներում մարդիկ, որ ուզում էին երկրի ղեկավար դառնային, իրանք փորձում էին իրենց ընտանիքներին ներկայացնեին, ավանդական արժեքներ ցույց տային, որ իրանք գնում են եկեղեցի են գնում բան։ Հիմա ճիշտ հակառակն է, հիմա որպեսի ցույց տան, որ իրենք ժամանակից, գեր ժամանակից մարդիկ են, իրենք ցույց են տալիս, թե ինչքան տոլերանտ են իրանք սեքսուալ փոքրամասնների ներկայացնեի նկատմամբ։ Սա իրականությունն է, այսինքն այդ կաթողիկոսի փոփոխության մեջ բազմաթիվ այլ խնդիրների հետ միասին կա նաև այս կարևորագույն խնդիրը, այն խնդիրը, որը հիմա ինքը հաստատի ուզում էին, որ Վրաստանի պատրիարքը որ մահացավ Շիոն, որ դարձավ նոր պատրիարք, փորձում էին ամեն ինչ անել, որ այնտեղ այդ հեղաշրջումանեն չստացվեց, որտեղ վրաց հասարակությունը ցավոք սրտի ի տարբերություն հայ հասարակությանը, որը առաջինն է քրիստոնեությունից պետական մակարդակով, անգամներով ավելի ավանդական արժեքներին հավատարիմ ժողովուրդ է կամ մենք։ Սա իրականություն է, թող ոչ մեկին չմեղադրի, որ ես բան եմ անում։ Դա միանշանակ իրականություն, դա փաստ է, վրաց ժողովուրդը ավելի արժանապատվություն կրող ժողովուրդը ավելի արժանապատվությունը հարգող ժողովուրդը, վրաց ժողովուրդը իր ավանդույթներին ավելի ընդունող հարգող ժողովուրդը, եւ դա ոչ մեկ դրա մասին արդեն դա վեճի առարկայել չի։ Ցավոք սրտի մենք այդ իմաստով ֆունդամենտալ ենք զիջում իրանցից։ Իրանք ավելի եվրոպամետ են իրական արժեքների իմաստով եւ ավանդապաշտ են նույնպես իրական ավանդական արժեքների։ Մենք սուտի եվրոպական բաների կողմնակից ենք, այսինքն զուտ բան է ներողություն քաղաքենիական արժեքների պատկերացումներով են եվրոպական արժեքների կողմնակից։ Մենք եվրոպական արժեքների տակ հասկանում ենք, չգիտեմ, զվարճանքներ, հաճույքներ, ամեն ինչը sense չգիտեմ, ասենք կապիկություններ անել ցույց տալ, որ մենք եվրոպացիներից ավելի եվրոպացի ենք։ Անհետ ես ազատ մարդ եմ, այդ անասունությունը կցնել դոշերին ինչ որ բաներ հագնել։ Հեր զարգացած անգրագետ, գեղցիների, այն գեղցին, որը չի կարողանում քաղաքացի դառնալ, քաղաքի բնակիչ դառնալ, ինքը իր ինքնահաստատման համար ճակատին գրում է, որ ես եվրոպացի եմ կամ ազատ մարդ եմ, որպեսզի կարողանա դրանով ինքնահաստատվի որպես եվրոպացի։ Իրականում այդ մարդկանց վրա իրական եվրոպացիները ծաղրում են, ծիծաղում են։ Սա է իրականությունը։ Որտեւ առաջին հերթին պատասխանատվությունը, հետո նոր ազատ մարդ կամ ինչ արժեքների մասին է խոսքը, կենթանիներին Մարիամ ցույց տուր, տեսեք ինչ ընդհանրապես ես ասեմ ձեզ կարգ ու կանոնի կարգապահության եւ պատասխանատվության ոչ եվրոպական ժողովուրդների նկատմամբ մինչև նայել են վերևից ներքև միշտ տենց է եղել իրանց մոտ ռասայական գաղափարը, նացիստական, ֆաշիստական գաղափարները բոլորը ծնվել են Եվրոպայում։ Բոլոր տոտալիտար բոլոր համակարգերը ծնվել են Եվրոպայում։ Ինչի՞,
որտեղ իրանց մոտ գերակա եղել, որ իրանք ավելի բարձր աշխարհիկ ժողովուրդ են, սպիտակ ժողովուրդ են, մնացածներին պետք է իշխեն։ Գաղութատիրությունով արել բրիտանական իմպերիան, Ֆրանսիան արել, Գերմանիան մի քիչ ավելի քիչ արել, Իտալիան արել, այսինքն այդ գաղութատիրական համակարգը, Իսպանիան, բոլոր այսինքն այդ ժողովուրդները միշտ իշխել են մյուս ժողովուրդներին, համարել են, որ դա բնական վիճակ է։ Հիմա քանի որ արդեն այն ժողովուրդները, որոնք Հնդկաստանը, որոնք արդեն ոտի են կանգնում եւ ավելի առաջ են գնում, իրանց համար շոկ է։ Այդ շոկը բերում է այն բանի, որ իրանք հիմա իրանց մոտ բնազդով նորից վերադառնում են ֆաշիզմին, բայց ույս ձևով։ Հասկանում եք այս խնդիրը։ Ֆոն դեր Լայնը իրական պատկերացումներով այսօրվա Եվրոպայի ծնունդն է։ Ֆյուրերների եւ շտանդարտն ֆյուրեր SS-ների շատ չի տարբերվում այդ իմաստով։ Դա շատ բարձր է, որ հարց ուզում էի տալել, ասենք մեկ անգամ խոսել ենք այդ մասը թողենք մի կողմ, այնուամենայնիվ հետագայում պիտի շատ ուսումնասիրվի այս հարցը, թե ինչպես ցեղասպանված ժողովուրդ, հոլոկոստի ենթարկված ժողովուրդը ինչպես դարձավ ցեղասպան եւ ինչպես նացիզմի դեմ պայքարող Եվրոպան թվում է թե իհարկե իրենք են նացիզմը ծնել, բայց մեկ էլ հանկարծ իրենց թորներն ու ծորները իրական ֆաշիզմի կրողներ են այսօր եւ այսօր իրենք այսպես այնպես եկել են Եվրոպայի իշխանության։ Հանգիստ թողնեն հրյաներին, ես խորհուրդ եմ տալի հանգիստ թողնեն։ Ես երկրորդ հարցի հետ կապված եմ ուզում խոսել, ինչու դարձան ֆաշիստներ։ Ինչեր եկել իշխանության Եվրոպայում իրանք տենց են եղել, իրանք միշտ այս դրա համար եմ ասում, իրանք գաղութատիրական համակարգերը ստեղծել են, իրանք համարել են, որ իրանք ավելի բարձր ազգի ներկայացնում են, քան մյուսները։ Հիտլերը խոմ բան է, sense լուսնից չի չափ։ Հիտլերը ծնվեց այդ պարար թողի վրա, այն պարար թողի վրա, որ մենք ավելի բարձր ռասայական մակարդակի ազգ ենք եւ պետք է իշխենք մյուսների վրա։ Այսինքն որ սովետական միությունն ու Միացյալ Նահանգները կարողացան ճնշել ֆաշիզմը, իրենք հետ քաշված էին։ Հենց որ հիմա տեսան հնարավորություն կա, նորից եկան առաջ եւ արդեն բաներում եվրոպական տեղերում ֆաշիստներն են, նացիստներն են։ Նացիզմի եւ գերմանական նացիզմի, ֆաշիզմի հիմնական ջարդողը դարձավ հենց խորհրդային միությունը, որտեղ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան իհարկե աջակցում էին խորհրդային միությանը, բայց գլխավոր ուժը, որ ջարդեց նացիզմին, հենց սովետական միությունն էր, որը մեծ հաշվով կարողացավ այդ խնդիրը լուծել։